Երկու քսալը սպիրկը հայ ենք ասպետ ըստ վերջին դվյաններու, այո եւ այս օրերուն Հայաստանի մեջ նախընտրական բայկարի թեժ օրերուն հետաքրքիր վիդելա թե սպիրկը ինչ որ տեր պիտի ունենաս կամ դեղ պիտի ունենա ավելի շիտակը տերը քիչ խնդիր է բայց դեղ պիտի ունենա Հայաստանի քաղաքական ուժերու նախընտրական ծրագիրներու մեջ եւ միևնույն սպիրկը ինքը գայելի է ինչ որ ցեվով որոշ վերապերումներ գտնել անոնց հիմնավորումները փնտրել Հայաստանի քաղաքական ուժերու հանդեպ Հայաստանի քաղաքականության հանդեպ եւ այլն որովհետեւ շատ բարձեցված բաներ կան չէ գարզրադիբային բաներ որ սպիրկը ինչպես կմտածի ինչ կնե եւ այլն այսօրվա զրույցը թերևս նախնական բան է որովհետեւ իմիջայլոց քաղաքացիական պայմանագիրը արդեն իր ծրագրի մեջ հրաբարակած է սպիրկի բանը որ նույնիսկ դեղը քիչմը վերջին երկու գեդերը իր 100 գեդանոց բանի մեջ վերջին երկու գեդերն են 99-րդ եւ 100-րդ գեդերը որու մեջ ասենք բացառիկ բաներ չի կան սպիրկի բանը վերաֆորմատավորել հարաբերությունները եւ համահայկական կառույցներ կազմակերպություններ բժիշկներու արքիտեկտներու եւ այլն բանը որը սկիզբեն կար նախկին շրջանին երբ որ նախարարություն ունեին կնային եւ վերջը pedagogamet ուժերու համաժողովն է pedagogamet թե իշխանամետ դարձը pedagogamet գրված ամենայնտեպս եդակային մյուս կուսակցությունները երբ որ հրաբարակեն իրենց ծրագիրները մենք արիտ կունենանք անդրադառնալու իրենց ալ բաժին եւ ծեվում հիմա սպիրկի մասին հետաքրական է որ վերջին երկու գեդերն է միտքս ամիջապես գնաց Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը եւ Բերլինի 61-րդը որ ընդհանրապես ճիշտ է ընդհանրապես հոգեբանական բանը գա որ քանի երրորդն է եւ այլն ադի իր գարկին նայր սկսենք նախ սահմանում եք դες ասա ամենամեծ հարցն է ամեն մարդ կփորձի սահմանել այսօրվա հայկական սպիրկը ինչ է Stuart Hall անունով գիտնական կա որ ընդհանրապես սպիրկի մասին մանգադրս այսինքն ուրիշներու գարկին ինքնալ բավական խոսած է եւ հետաքրական մոդեցում ունի եւ գսե որ ընդհանրապես սպիրկի իրականությունը այնպես մնա որ ինքը դեղական կորձոններու եւ ժամանակահատվածային կորձոններու վրա շատ գապված է այլ խոսքով եթե ուզենք կիրառել հայկական իրականության վրա այսօր Լիբանանի եւ նույնիսկ Լիբանան Սուրիա քաղուտը հայկական սպիրկը գեդերգավոր այո համախմբե իրենց բայց նաև գեդերգավոր գզադե իրեն ուրեմն նախ եւ առաջ ասիալ պետք է հասկանանք երբ կխոսենք հիմա չեմ ուզեր մանրամասն երթալ ամեն մեկու մասին բայց պետք է հասկանանք մեր մտքի մեջ եվրոպական քաղուտն է կամ ամերիկայի քաղուտը ամերիկայի որ քաղուտը արևելյան կամ արևմտյան Իրան բարսկահայ Իրանի քաղուտը եւ այլն եւ ասոնց կազմավորումը մանավանդ վերջին 50-60 տարիներուն մանավանդ վերջին 15 տարիներուն ընթացքին բավական մեծ կորձոն է մեծ կորձոն եղած է իրենց հարաբերությունը Հայաստանի հետ համատրելու ասիգա մեկ ընդհանրապես սխալ է քերականորեն սելա ասիգա բայց ես խոսեմ ընդհանրապես սպիրկներու մասին ինքը սպիրկ բարը արդեն հոգնագի է բայց սպիրկներու գեցվածքը եւ հոսե որ ընդհանրապես մեծ հարց կա ըլլա գարավարական պետության Հայաստանի նախկին իշխանություն կամ ներկայ իշխանության մոդեցման եւ սպիրկի դարբեր հոսանքներու մոդեցման որոնք խոսին սպիրկը այսպես կկարծե սպիրկը եղբայր որ սպիրկի մասին է խոսքը որ համայնքի մասին է խոսքը որ հատվածը իր գարկին եւ այլն եւ ասիկա քախնիկ չէ ոչ մեկ ծևով քախնիկ է բայց օրինակ սպիրկի մեջ ալ մրցակցություն կա տարբեր կազմակերպություններում հետ լա եկեղեցին որպես մեկ ասենք գարույց լա գուսակցություններ կամ այլ ասենք այլ լրիվ ասոր վրա նաեւ պարտացնենք այն նոր քաղուտը կամ նոր սպիրկը որը ստեղծված է ոստեղեն արտակախտած հայաստանցիներու կողմէ որոնք արդեն սպիրկ են ուզենք կամ չուզենք սպիրկ են ուրեմն ասիկա մեկ կողմ դրած հարցը այն է որ ժամանակահատվածի հարցով նայելով գիտես եուֆորիա է սպիրկ Հայաստան հարաբերությունները եղած են եուֆորիա է սկսած են եուֆորիայով եւ հիմա հասած է ասենք հիաստապության եուֆորիան 91 92 93 պատերազմը
անկախության նոր դարիներ անկախությունը, հբարդությունը, վայ նորեն Հայաստան ունեցան եւ այլն առանց որ ոյե մեկ ցեվով իրենց անձնական կյանքի վրա աստելու, բայց իրենց համար խանդավառիչ էր, իրենց համար մեզի համար սպիրկի մեջ։ Եվ հիմա հիաստապություն նամանավանդ Ղարաբաղի երկրորդ, Արցախի երկրորդ պատերազմեն վերջլերի հիաստապություն կա, որ ամեն ճարիքի մեջ բարիք կգսեն, Երանի չլար այդ ճարիքը, բայց իմ մոտեցումս կամ իմ ընկալումս այն է, որ ասիաստապության արդյունք որպես սպիրկյան դարբեր անհատներ, տրամ նվիրողներ եւ այլն անհատներ կամ գազագերբություններ կամած սկսած են իրենց գիզագետը նորեն կենտրոնացնելու սպիրկի վրա, փոխանակելու վայ Հայաստանին օգնենք եւ այլն, օգնությունը կշարունակվի։ Ասմեք առաջին գետն էր որ կուզեյել։ Մյուս կողմեն ընդհանրապես այդ իրար չհասկանալու գործընթացը սպիրկը Հայաստանին եւ Հայաստանը սպիրկի կարծես կշարունակվի դակավին։ Աս մեծախոսիկ բաները կուզենք ավելի վերագառուցել հարաբերությունները եւ այլն ոչինչ չսեր։ Փաստորեն եթե պիտի որոշ քննադատական մտանք վերջին 20-30 տարիների ընթացքին սպիրկի ներշումը Հայաստանի բացի նյութական օժանդակություններ եւ քաղաքական, ասենք ակտիվիզմը, այն բանի մեջ կինա որ գամա սպիրկահայեր եկած հաստատված են Հայաստան եւ ներդրում կկատարեն Հայաստանի ընկերային եւ տնտեսական մշակույթին։ Ագամա բաժինը արդեն կարծեմ Սուրիո պատերազմը, որ ավելի քան սկիզբը մինչև 20,000-25,000 բերա, բայց հիմա մոտավորապես 10,000, բայց ես կոնե անձնապես տեսած եմ ինչպես գերբարանը փոխվեցավ Հայաստանի մշակույթի շատ մի երևույթներ։ Եվ միան գերագուրի մասին չեն խոսել ռեստորաններու։ Այս իմաստով այս արժևորումն է կարևորը։ Եվ երկրորդ այլ գետ մնալ, հատի գեսեմ, հետո արի տամ որ հարցնես կամ զրուցենք, այն է որ երբ սպասելիք կա երկուստեք, Հայաստանը ինչ ունի տալիք սպիրկին եւ սպիրկը ինչ ունի տալիք Հայաստանին կորցնական հոսը որ ամենամեծ հարցականն է որ իսկապես ինչ են սպասելիքները գիտես աս մեծ ասին պատմությունը կա որ անկախության ժամանակ Հայաստանի մեջ տարածված էր այն բանը որ սպիրկը տաշնակցությունը ավելի քան 20,000 բանակ ունի սպասե Իրանի մեջ որովհետեւ իհարկե ասում կսի իսավներ են բայց ասիկա նաեւ գարդացոլացն է մարդոց մտածելը եւ հոստեղ սպիրկի բարակային այն սպասելիքը կա որ գուզեն մաս կազմել գիտես հայերենի մեջ չկա government եւ governance կառավարություն եւ կառավարում ճիշտ թարգմանությունը չէ բայց ադիգա բանը որ աց երկուքի միջև սպիրկը միշտ գուզե կառավարության մեջ խոսք ունենա բայց փոխանակ մտածելու որ governance-ի մեջ կառավարման մեջ ավելի շատ մեծ գործոններ կունենա ունենալ լանադոն քաղաքականություններ policy-ներ որոնք գհզորացնեն Հայաստանը կամ գհզորացնեն Հայաստանը սպիրկ հարաբերությունները։ Շատ մեծ, ասենք, ամբային մթնոլորտի մեջ գփորձեն իրար հետ համագործակցել կամ նույնիսկ խոսիլ։ Շատadенներ իրար հետ չեն խոսիր, իրար հետև կխոսին, իրար մե հերու կխոսին։ Հիմա սպիրկը ընդհանրապես կապելու իր հոգեգան բանը կապը որ ունի Հայաստանի հետ այդ կապը ինչ-որ ծևով ուժ կամ գայելիություն Հայաստանին փոխանցելու դալու հիմքեր գրնա ստեղծել, այսինքն գրնա Հայաստան իբրև պետություն, իբրև երկիր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ այդ հոգեգան վիճակը, հայրենասիրական հոգեգան վիճակը վերածվի շոշափելի օգնության։ Հիմա վերջին շրջանին այսպես ծևում անուղակի կամ ուղակի վիրավորական բան մգա սպիրկի հանդեպ, որ հայրենասիրական իր զգացումները Արարատի հանդեպ, ընդհանրապես Ղարաբաղի հանդեպ, ընդհանրապես պատմական հիշողության հանդեպ, այս բոլորի հանդեպ քիչ մը արհամարհական վերաբերմունք կա սպիրկի հանդեպ գսեմ Հայաստանի որոշ շրջանակներում է այդ հստակացումները պիտի լինեն ասենք նախընտրական ծրագիրների մեջ տեսնենք ով այդ բանի մեջ կինա եւ ադիգա իրենց օգուտ կուտա վնաս կուտա գնալալ քաղաքական ընդրաբայկարի մեջ շոշափելի թիվ չէ բայց օրինակի համար ես կարծեմ որ այսօր Հայաստանի մեջ բնակող հայրենադարձ սպիրկահայերու համար ասոնք կարևոր բաներ են կոնե մեկ կարևոր հատվածի մեջ գտնա ուրիշ փոքր հատվածը իրենց համար շատ կարևոր չլա եւ իրենք միան
Հայաստանի ներքին քաղաքականությամբ սպառին եւ իրենց որոշումը կվեն որոնդան ադոր հիման վրա բայց սպյուրքի մեջ սպյուրքի դարբեր շրջանակներու մեջ Հայաստանի հանդեպ իրենց կեցվածքը կգարձես ինչ որ աստեյություն գտնա ունենալ հայաստանցի քվեարկողին վրա որը սպյուրքը հիմա օրինակի համար տունսիր սկսած է ավելի շատ իր հարցերով սպառել ֆինանսական բաները դեպի ներքին կարիքներուն երթա հայաբահբանման դպրոց եկեղեցի միություններ մշակույթ եւ այլն Ադիգա քիչ մեծ չէ մտա օքեյ Հայաստանի ընդրողին եւ իր քվեն ավելի որոշել այն գուսակցության որ սպյուրքի հանդեպ ավելի սկայուն է ավելի ներգրավող է Չեմ կարծեր կորձոն է, ոչ մեկ ձևով կորձոն է, նորեն ժամանակահատվածի հարց է, օրինակի համար այդ սկզբնական մեղրալուսինը, որ կար Սպյուրքի եւ Հայաստանի միջև, որ նաեւ ստեղծեց կարծրադիպեր, ստերեոտայպեր, օրինակ Սպյուրքի մեջ, որ Հայաստանը մեզ մեր օգնության պետք ունի, շատ բան չեն գիտեր նույնիսկ արկահատական լրիվ նսեմացող մոդեցումներ ալկա, որ գախնի չէ, որ փամը չեն գիտեր ասոնք սովետ միությունն թուրսելած են եւ այլն Եվ այն բարձր կարծիքը կամ սպասելիքները, որ կար Հայաստանի մեջ Սպյուրքեն, եկավ իրականության։ Գիտես, ամենամեծ հարցը Հայաստանի Սպյուրքի հարաբերություններու այն է, որ դիսագանը եւ իրականը նույնը չեն։ Այս Սպյուրքը դակավին գաբրի դիսականությամբ, ասած այդպես Արարատ, հայրենիք, ասպանություն եւ այլն այդ բաներով։ Եվ ասիկան նորմալ process է։ Հարցը այն է, որ ինչքանով կարեւոր է այս հարցը։ Նայր օրինակ 2004-ի ընդրություններուն ինչքան կհիշեմ, բոլոր քաղաքական գուսակցություններու, ասենք, բանի մեջ, պլատֆորմի մեջ, ընդրական, կարծեմ 2004 էր, կրնալալ գսխալվի նախագահական ընդրություններու, 3 կներես 2003-ի, Ղարաբաղի հարց չկար, այսինքն շատ երկրորդական էր, որ այդ ժամանակ արդեն այդ հարցը լուծված է եւ ոչ մեկ ձևով ընդրական կորձոն է Այս եւ այդ նույն բանով ես կկարծեմ որ 2000 թվականին իվեր Սպյուրքի ասենք թերը կորձոնը հայկական իրականության մեջ աննշան է այսինքն ովևէ մեկը Հայաստանի մեջ պիտի չընտրե հիմնված որ ասկուսակցության պլատֆորմը կամ քաղաքականությունը ինչ է Սպյուրքի նկատմամբ ոստեղ արդեն իմ կարծիքովս իրականության արչեւ որոշ չափով ավելի իրականամ բաշտեն կամ իրականությունը կտեսնեն երկու կողմերնալ Ինչպես կսեի օրինակի համար արդյոք կարելի է պետք է սпасել governance-ի մեջ, կառավարման մեջ Սպյուրքի բանը։ Որտեղ հստակ թողտրվի, ասենք առաջարկներ տրվին պլատֆորմի մեջ եւ այլն, որ ինչպես կարելի է սпасել։ Բայց նույնիսկ հոսաբրող Սպյուրքայրու բարակային, հիմա չեմ գիտեր, թիվերը գնալը լավ է լավ գիտնաստուն ապո, քանի հազար հոս Սպյուրքահայ կա, որ Հայաստանի մեջ կաբրի։ Ես կարծեմ մոտավորապես նոր ասվերջին 30 տարվա եկողներու թիվը Բարսկաստան եւ հաստատված այո մոտ գտնա մինչեւ 30-35 հազարի սահմաններ Այո ռադիկալ մեծ կորձոն է ովը մեկ այսինքն ավելի դեղական ընդրություններու մեջ բանի մեջ բայց ավելի հսկա ասենք in the larger scheme of things որ գսեն բատկերի մեջ գաթիլ մնե եւ ամենն նույն ծավով չեն ընդրել նորեն նույն սխալի մեջ կինան այսինքն քննադատություն չէ քեզի բայց ավելի ուղում է Ավելի ուղում է այն է, որ նույնիսկ այդ 35,000-ը նույնացև չեն բիչի քվեարկեն, եթե օրինակ գուսակցությունը ասե, որ քաղաքապարու ունենք Սպյուրքի հանդեպ եւ այլն։ So մյուս կողմն էլ Հայաստանի վերաբերմունքը Սպյուրքի հանդեպ կարծեմ ասալ հոլովիթի անցած այն իմաստով որ առաջվա նման ասպես ինչպես Սպյուրքայրը գսեն աչքերին կոց չէ ասոնք այլևս աշխարհ տեսած են հոստեղ երդասարտներ կան որ աշխարհ ճամփորդած են ուսում ստացած են եւ այլն եւ Հայաստանի ասենք դեմոգրաֆիկը ոչ մեկ ձևով չի զիջիր այսօր թեկուզ ամենալավ Պարեգեցիկ հայկական քաղուտը ովը մեկտեղ որ լադիգա ուսանողական մագարտակով լադիգա ֆինանսական մագարտակով չեմ իշեր երբեր բանը All Armenia Telethon-ը որ գլա Thanksgiving-ի ժամանակ դարիմը գարվի հիմա այդպես է որ ավելի շատ նվիրատվություն եղած է Հայաստանին, քան թե ուրիշ ոյ մեկտեղ է։ Ադե արդեն հետաքրքիր բաներ հոլովիթ էր որ ցույց կտա։ So նորմալ է ադիգա որ երկար ժամանակ է որ հարաբերությունը անհավասար եղած է։ Այսօր այլևս որ Հայաստանը քոնե կառավարությունը կամ Հայաստանի բնակչությունը այդքան պետք չսկար կամ
չի ասվածացներ կամ չի կնահատեր սպիրկին հարաբերությունները այս անգամ գարձիկովս ավելի եւ եթե ուղիղ շատ խոհեմ մոդեցումը լագարնան ավելի առողջ հիմքերով վրա իրար հասկանալով իրար իսկական արժեքը հասկանալով աշխատելու նայր եկամուտներու բարակային remittance որ գա արտասահմանեն որ գուկա դրամատիկա սպիրկի նվիրատվություն չէ ասիկա եւ սպիրկյան իրականություն չէ ասոնք մարտինեն որ դուրսը կաբրին եւ դրամ գղրկեն ասալ պետք է հստակացնենք որ Հայաստանի կապվածությունը ֆինանսական մոդեցման կամ ֆինանսական օժանդակության այն չէ ինչ որ է կարծես իդ սկսած են իրար մե անգախը լալ բայց իրար հարկելը կամ իրար արժևորելը ճիշտ ծևով կարծեմ դակավին չի ասած հիմա գա գործնական մոդեցումի իրաբաշտ մոդեցումի կամ ավելի վիբական մոդեցումի կամ սկացական մոդեցումի հարցը ես անձնապես սկացական մարդ եմ ադորամար քիչմը ինձ համար գործնաբաշտ հարաբերություններու պատկերը այնքան խանդավառող չէ եւ մեջը ինչ որ հոգեկան գդրված սպամը գուտա որ կարծես կապվածության փոխադարձ ասանք իրար հետ աշխատելու իրար հետ ավելի սրտով հոգիով լալու մեկ ասկ մեկ հայրենիք եւ այն ասպոլոր բաները հիմա գմտածես որ նույնիսկ մեկ ասկ մեկ հայրենիք կապարը երկրորդական բանի վերածված է եւ ադիգա քիչմը որպես այս բարակային որպես սպիրկահայ գվիրավորե ինձի որովհետեւ կսպասեմ որ Հայաստան պետությունը կան առնվազն վերադարձնի ածերը ոչ թե այս կուսակցությունները կնան իրենց ուզած բաները բայց պետություն pedagogan քաղաքականություն սպիրկի հանդեպ այնքան պետք է յուրահատուկ լա այդքան պետք է մեր իրականությունը մեր սպիրկի դարբեր խավերու դարբեր բաները հասկանալու ջիկը պետք է լա Դե ասիկա արդեն ոնց որ անչափահոսությունն է պետության եւ կառավարության այն իմաստով որ ընդհանրապես նայես եթե զարգացած երկրներ քաղաքականորեն զարգացած երկրներու մեջ եւ շատ քիչ են անում կա պետության քաղաքականությունը որ հստակ բաներ են որ ինչ ալլա կառավարությունը չի փոխվիր Իռլանդան օրինակ սպիրկի հարցով ադիկա 1 Իսրայելը 2 ասոնք հստակ բաներն են քաղաքական Հնդկաստանը շատ հետաքրքիր Չինաստանը նույնպես ունին հստակ բաներ որ Չինաստանի մեջ կառավարություն չի փոխվիր, բայց մյուս տեղերը որ կառավարությունը փոխվի, այդ կմնա առանց կհոստեղ, այդ մարդավարությունը որ պետք է մշակվի կամ քաղաքականությունը policy-ն որ պետք է մշակվի պետական մասշտաբով, պետական մակարդակով, ընդհանրապես ավելի հիմնված է կառավարության իշխող գուսակցության, ասենք ուզածեն կամ չուզածեն, դրամատրությունն եւ այլն։ Եվ ճիշտ է, համաձայն եմ որ սկացականը որոշ չափով պետք է լա որպես խտանիչ ուժ, բայց իմ մոդեցումը քիչ հագարակ է ավելի իրական կորցնական հարաբերությունն է եւ ոսը որ աս կորցնական հարաբերությունը նաեւ գնեսամացնե կամ գփոքրացնե գազմագերբված գարուցային հարաբերություններ այն իմաստով որ եթե կորցնական հարաբերություն է այսօր շատ ավելի կարելի է եթե շատ լավ research-ը լա ուսումնասիրությունները կարելի է գտնել անհատներ որոնք Հայաստանի սպիրկահայ անհատներ, որոնք Հայաստանի մեջ կոնկրետ շատ ավելի երկարաշունչ եւ նվիրված, ասենք, ներդրում կկատարեն։ Միան բիզնես չէ խոսքը, տարբեր հարցերով, քան թե օրինակ համար գազམ་ագերբություններ, որոնք խոսին հայրենիքի մասին եւ այլն։ Եվ ասիկա ընդհանրապես իմ կարծիքով սպիրկի ախտն է, այն բանով որ ո՞ե մեկ սպիրկի մեջ ապրող համայնք գարշած կմնա խաղապարներու որոնք իրենք կսեն որ ասի հայրենիքի մեջ պետք է լա բայց հայրենիքը Հայաստանը ասպարակային արդեն անցած է ուրիշ հարցերու մասին կորձնական հարցերու շատ անգապ եւ գրնալար խնդրահարույց հարցը օրինակ Թուրքիո հետ սահման բանալը եթե նայես աս հարցին եւ խոսիս մարդոց հետ ասիկա 20 տարի է ուսումնասիրեմ գեդեվի մասին սպիրկյան իրականության մեջ այն է որ չէ Թուրքիո հետ սահմանը պետք է բացվի որովհետեւ սրիկաները ասան գրին անան գրին լավ հասկանանք բայց կերտած խոսիս օրինակ մանավանդ ամենամեծ քաղաքը Գյումրի շուգան կնաբեդ իր հարցում իհարկե պետք է բացվի հոստեղ արդեն կորձնականի եւ սկացականի ասենք անհավասարակշռությունը կա բայց սխալ բան չի ասիկա իմ կարծիքով սպիրկը վերջապես կրնալալ ասիկա միան փուլ մնե բայց հույսով այդ փուլ երկարը լա որ
սկսած են անդրադառնալ այս կամ այն հիաստապություններով Արցախը մեկ օրինակ է համար հաս վերջին պետություն եկեղեցի հարցերը երկու սկսած են բանալու որ չէ մենք Հայաստանի այլևս պետք չունենք օգնելու ավելի լավ է գետրոնանք մեր եկեղեցվո դբրոցի ագումբներու եւ այլնի վրա ասպիսի ուժեղ գառույցները ստեղծելը նույնքան Սփյուռքի մեջ նույնքան կարևոր է ինչքան օրինակ Հայաստանի հետ հարաբերությունը Եվ համաձայն եմ ասել միան թե մտահոգությունս ան է որ ասոնք գայելի էր ավելի շինիչ ծևով անել որ թե Սփյուռքը իր հարցերը գայանա ավելի ուշադիր լալանոց անտեպ եւ օգնել եւ թե Հայաստանի հետ այդ հոգեգան գաբը չգդրվի այդ որովհետեւ ես կհավատամ անոնք որոնք Հայաստանի մեջ կսես գործ եւ անհատական իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի զարգացման եւ կարևոր ոլորտներու մեջ կարևոր բաներու աշխատանքներու մեջ ներգրավված են որ հրաշալի է բայց ես կարծեմ ադիգա նաեւ Սփյուռքի իրականությունը իրենց ստացած բաներեն գալ իրենց մասնակցությունը Հայաստանի ֆորմատիվ բաները հարգյոն դեն որ իրենք ստացած են իրենց գազմավորումը ինչ որ դեղ է ուղագի կամ անուղագի իրենց ընտանիք են իրենց հարևաններ իրենց շրջապատ են դպրոց են կամ ուղագի մտնոլորտ են սպիտական եւ ադգե օգտված է Հայաստանը որովհետեւ իրենք այսօր ինչու Ես հագատրութենն է որ մտահոգ եմ երբ որ հագատրության բանով գսես որ ես միան Հայաստանը իր խնդիրները ունի ադոր համար օրինակ սահմանները բանալու հարցը կարևոր Սփյուռքն ալ գրնա հասկանալ ադի Սփյուռքահայն ալ գրնա հասկանալ Սփյուռքահայ այո բայց հարցը այն է որ ոստեղ նաև մեծ խնդրահարույց հարց մգա Սփյուռքի մեջ այն է որ ով գխոսի Սփյուռքի անունով Այսինքն անոնք որոնք ավելի շատ խոսող են, ավելի շատ բարձր ցայն ունին ընդհանրապես քննադատելու այս կամ այն քաղաքականությունը Հայաստանի, չեն ներկայացնել ամեն Սփյուռքը։ So չեն կրնար այդ բանով ալ մոդենալ հոստեղ, որ համացայն լրիվ համացայն եմ ասած, բայց այդ անհատները հոնդեղ են եկած են, նաև կան անհատներ, որոնք կազմակերպություններ ու գառույցներու մեջ եղած են, որ գամ լքած են այդ գառույցը Հայաստանի հետ ավելի սերտ մտերմություն ունենալու համար կամ սերտ հարաբերություն ունենալ, կամ Հայաստանի հետ հարաբերությունը գտրած են, որովհետեւ իրենց հաստատություններու գառույցներու մեջ են բանս սլակս կերտատեվի հայկական այն գազམ་ագերությունները որոնք իրենց շրջանագի մեջ իրենց միջավայրի մեջ Հայաստանի հանդեպ ինչ որ բացասական նույնիսկ վերապերմունք ստեղծելու բանի մեջ կմտնեն Նայր չեմ կարծեր որ ունին ադիգա հարցը այն է որ նորեն նույն բանին դիսականության եւ իրականության տարբերությունը չեն բոլոր ընդհանրապես նորեն չեմ ուզեր շատ հանրացնել կամ ընդլայնել ասիկա բայց Հայաստանի եւ հայրենիքի քաղաքապարները չեն համընկներ հայրենասիրությունը որ ինչպիսի Հայաստանը պետք է լա կամ անհայաստանը որ մենք կուզենք լա իրականության չի համապատասխանել որովհետեւ փաստորեն երբ որ դու հերու նստած ես ինչ գուսակցական քունավորում որ ունենաս ինչ հաստատություն որ լաս եւ չես հասկանալ իրականությունը Հայաստանի մեջ այսինքն ասի ինձ համար նորեն փոխանակ այարայի բաներու մասին խոսելու ասենք հարցախույզերու մասին խոսելու կարժի մեծ մագարտակով ունել Հայաստանի մեջ ապրողները ինչպես փոխած են իրենց սփյուռքահայեր ինչպես իրենց ընկալումը փոխված է Հայաստանի նկատմամբ դուրս երբ որ դուրս կաբրեն եւ հիմա երբ որ հոս կաբրեն so նորեն չեմ ուզեր ընդհանրականացնել բայց գա այդ երգույթությունը ինչա լա քաղաքական նորեն հոս է որ սփյուռքը գտարնա քաղաքական զենք եւ ադոր համար է որ բիչի տեսնանք ասիկա որովհետեւ ոչ մեկ արժեք ունի այդ զենքը ներկա ընդրություններու բարակային բայց գրկնելով որ պիտի համատրենք եւ այլն at մարմաչը որ գա մարդոց Հայաստանի մեջ կամ նույնիսկ Սփյուռքի մեջ Սփյուռքը գազམ་ագերպենք ամեն եղբայր 100 դարվա մեջ չես կրնար 200 դարվա մեջ չես կրնար քեզ ավելի ուժեղ գազམ་ագերպություններ երկիրներ միջոցներ ունին չեն գրծած ադինել մտածի ավելի կորզնականի մասին ավելի հիմա երկրորդ կետը որ կար որ ավելի մասնակիտական խումբեր եւ այլն որ նորություն չէ բայց ադիգա ինչքանով գրնաս իրականացնել հոս է որ այդ երգույթությունը հոս է որ անհավասարակշռությունը գնեղացնե քեզի պես մարդիկ որոնք ավելի գուզեն այդ ըսկացական սիրվիլ քիչ շատ բան է բայց օրինակ այդ սերը որ ունի Հայաստանի հանդեպ չի փոխադարձվիր պետական քաղաքականությամբ եւ այլն բայց պետք է հասկանանք նաեւ որ ասոնք տարբեր մոդեցումներ են տարբեր առաջնահերթություններ ունեն
Հասկանամ, այսինքն փոխադարձություն չէ որ կակնկալվի, որովհետև բայց քոնե ավելի նվազ հասկացողություն եւ ավելի լայն վերապերմունք, ավելի ընդգրկող վերապերմունք։ Ասի միջազգային հարց եղավ արդեն ապա այսօր երում, որովհետև չկա այլևս այդ փոխհասկացողությունը։ Հավանաբար այլևս մենք լրիվ համաձայն եմ, բայց ասածի։ Բայց նաեւ արժևորելն է, գիտես, ես իմ կարողություններս գիտնալով գրնամ քո հետ համաձայնի եւս էլ որ կամ նստիլս է որ ինչ կարողություն ունիս։ Մի բաներ, ինչպես որ գսեն bullshit միներ ինձ որ ասկրնամնել ինձ ես է իսկապես ինչ ենք ու խաղապարներ նույն գողմե օրինակ ասպարակային սպիրկնալ իր խնդիրներ ունի որ իր ասենք մեղքի բաժին ունի այն է որ հստակ քոնե ես չեմ ծանոթ եմ հստակ քաղաքական governance-ի որև մեկ մոդեցում կամ առաջարկ եղած է եւ քայլ առնված է ադիկանելու Հայաստանի հետ աշխատանքի օրինակ արդեն քաղաքականության մեջ կա եղած է միշտ նույնիսկ այներում որ օրինակ համար սպիրկի թևերեն մեկը ոչ շատ ամենամեծ թևը բայց օրինակ տաշնակցությունը 92-93-ին որ կառավարության հետ փախումի մեջ է երբ արտաքին քաղաքականության գար կկորզակցեին իրար հետ Վաշինգտոնի օրինակ համար Ամերիկայի Հայաստանի տեսփանությունը եւ աշխատանքը իր հայտարարի գրասենյակի եւ ասեմբլեի հետ գետքը so աստեղ ադոնք նորեն հարցեր են որ գրնան միացնել բայց կորզնականի անձնի որ մեկ սպիրկյան հաստատություն կառույց կա որ գսե որ եկեք Հայաստանի կառավարություն մենք ունենք բժիշկներու հանդիպում կամ բժիշկներու ասոցիացիա եկեք միասին ասիկա ավելի արմատավորենք ստեղծենք համագործակցություններ քիչ 1-2 դեղեր գա օրինակ կոաֆը գա որ որոշ շապով աշխատանքը որոշ շապով գնե բայց այդ մոդեցումը երկու ստեկ է ծառփանը որովհետև այդ բան մոդեցումը գա ասենք սին մոդեցումը որ չէ մենք նույնիսկ պետք չունենք այլևս սպիրկնալ այդպես կմտածի եւ քեզի պես մտածող մարդիկ պես եթե Հայաստանի ինձի այդ պետք չունի ես ալիրեմ պետք չունիմ եւ գրնա գետրոնանալ իր սպիրկի չէ սկիզբի մտածման մաշինը որ առանց պայմանի մեկը մյուսի ադի իր գարի լրիվ համաձայն է առանց նախապայմանի շատ իրար հետ ադե բայց քիչ մի երազային է հավանաբար այդ կորցնականն է որ պետք է հասկանա եւ կորցնականը լալու համար այդ դիսագանությունը նորեն շատ կրկնեց դիսագանությունը նայ իսկապես Հայաստանի համար ինչ է կարևորը եւ հոս է որ միդիան նորեն կամ օրինակ տարբեր գազམ་ագերբություններ երթան արդյոք Գյումրիի մեջ ինչ կմա ինչ պետք է կամ արդյոք ասահմանագից շրջաններում այդ ինչի պետք է գրնաս երթալս է որ ոստեղ չորհոր չի գա չուր չի գա մակուր չուր երթանք օրինակ համար հավաքենք ասի շադոնցկի իշեմ դարի մգար որ սպիրկավրաց ժամանակս Հայաստան գուպիրիկայի օտագայանը մեգում խումբ մարտոց հանդիպեցավ անհատներ են Ֆլորիդայի չեմ գիտե ուր դեգապին ոչ հայապնակ քաղուտ եւ դարին երկու անգամ գճամփորթեին Հայաստան որբեսի օրինակ համար երկրակորձական ասենք աշխատանքներ բանելու Օրինակ ասենք չես լսեր կամ չես չի հայտարարվիր, որովհետև միջոցությունին եւ աշխատանքը ավելի կարեւոր է, բայց այդ կապը, որ իրենք հավանաբար ստեղծած են Հայաստանի հետ եւ այդ դեղական շրջաններու հետ եւ երկուստեք հարաբերությունները հիմնված է իսկական ռեալ, ասենք հասկացողության վրա։ Բայց այսօրվա իրականությունը այդ է, քաղաքականություն, լոզունգ Ուրեմն այս թեման պիտի շարունակենք, ասպետ որովհետև պիտի տեսնենք Աստեման հարյուրավոր դարի պիտի շարունակվի ապո Լավ, կոնե մեկ-երկու անգամ կանդրադառնանք այս հարցերում կփորձենք չցանցացնել եւ հետաքրքիր ձևով ներկայացնել կամ մեր մտքերը արտահայտել Շնորհակալ ենք Շնորհակալություն քեզ ապո